Բարի առավոտ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ցանկանում եմ ձեզ բարի և խաղաղ օր։ Այսօր ուզում եմ պատրաստեմ երկու ճաշատեսակ միանգամից հարգելիներս։ Ուզում եմ պատրաստեմ քրջիկ, կաղամբով, թթու դրած կաղամբով, քրջիկ և պատրաստում եմ այս ճտերը պիտի կարմրացնեմ և պիտի պատրաստեմ սա կարտոֆիլով հարգելիներս։ Դե սա պատրաստեմ երեխաներս կուտեն, նրանք քրջիկ չեն սիրում։ Իսկ այս քրջիկը կպատրաստեմ մեզ համար։ Դե սա նախապես ես աշնանը թթու էի դրել, հարգելիներս, ու լցրել էի բանկաների մեջ։ Զակատել եմ և ծակել եմ դանակով, ծակելուց հետո դրել ենք վրան պլաստիկին։ Հիմա կբացենք, շատ համով, շատ համեղ թթու է հարգելիներս, չի տարբերվում, ոնց որ թազա դրած թթու լինի։ Մաքրենք։ Տեսեք ինչ լավ է ստացվել։ Լավն է։ Հիմա այս բոլորը կհանեմ, ճիշտ է, բոլորը չեմ հանի, կեսը կհանեմ, մի հատ կլվանամ, նոր կկտրատեմ։ Հոտն էլ, հանն էլ շատ լավն է հարգելիներս։ Ուզում եմ մոտիկից ցույց տամ, որ տեսնեք ինչ լավ թարմը թարջիկ մնացել է, ոչ փափկել է, ոչ հոտանգ է մեջը։ Ամեն տարի այսպես անում եմ, մի 3 բան կա։ Թթու եմ դնում, թթու դնելուց 3-րդ օրը հետո, 3-րդ օրը, ոչ շատ, 3-րդ օրը լցնում եմ բանկաների մեջ։ Հիմա լվանամ, կտրատեմ։ Քրջիկը մեր ավանդական հին ճաշերից է, հարգելի հետևորդներ։ Մենք սիրում ենք, ես ու ամուսինս շատ ենք սիրում, դե հիմա երեխաները չեն սիրում, այս թազա սերունդը այսպիսի ճաշեր, ավելի կով ճաշ, քրջիկ, լոբով ճաշ, չեն սիրում։ Իսկ մենք սիրում ենք։
Դե մնացածը կկտրեմ կադրից դուրս, նոր կմիանամ ձեզ։ Կաղամբը կտրատեցի, վերջացրեցի, հիմա էլ կարտոֆիլը կկտրեմ, նախապես մաքրեցի, լվացի, հարգելի հետևորդներ, Էլենս տանը չի, դպրոց է, ես եմ այսօր նկարում ինքնուրույն, տենամ ոնց կլինի, կարամ ինձ միշտ այսպես նկարեմ, երեխուն էլ նեղություն չտամ, չի ստացվում, միջով դպրոցից գալիս է, մնացած խմբակներին գնում է, չենք հասցնում։ Սա էլ կլցնենք միանգամից կաղամբի վրա։ Սա կդնենք մի կողմ։ Հիմա կարակ կգցեմ, կարակով եմ եփում հարգելիներս, երևի այս բոլորն էլ լցնեմ ու կդնեմ գազօջախին։ Հարգելի հետևորդներ, մի փոքր էլ ձիթայող ավելացրեցի կարակի հետ, դե հիմա թոսա լավ հալի, որ կավելացնեմ տոմատը։ Սերվիվար, հատիկով սերվիվար, տնենք նիկոն, որ չանգնի ատամներս տակ, ուտելուց, այլ այսպես։ Հիմա կթողենք, որ մի քիչ էփի ինքը կարտոֆիլը եւ կաղամբը։ Կավելացնեմ սպիտակաձավարը եւ ջուրը։ Ջուրը նախապես ես լցնում եմ եռացրած ջուր, հարգելիներս։ Հիմա թեյնիկս կեռացնեմ, միջև կաղամբս էփի քիչ
քիչ եփելուց հետո կավելացնեմ եռացրած ջուրը։ Հիմա էլ կլսնեմ սկսակա ձավարը, հարգելիներս նորից լավ լվացել եմ 3 ջուր, սա էլ խառնենք հետը, հիմա էլ պատրաստեմ այս ճուտիկները, մի հատ լվացվեմ, հիմա ինչ պիտի գցենք այս ճուտիկների վրա, հարգելիներս, ուրեմն մի փոքր ձետ, աղացած կարմիր պղպեղ, քաղցր պղպեղ, լցնում եմ սխտորի փոշի, նորից չաման, մի փոքր չաման կլցնեմ, պատրաստեմ սոուսը, որ լցնենք ճուտիկների վրա և քրքում, քրքումը կարտոֆիլներ կավելացնեմ, ու մեկ էլ սոյայի սոուս, հարգելիներս, ստացա այսպիսի խառնուրդ, բոլորը միասին, լավ կխառնեմ, չգիտեմ երևում է թե չէ, դնենք մի կողմ, հիմա աղ կանենք այս երկու ճուտիկները,
Հիմա այլ կարտոֆիլը կտրատեմ, նոր կմիանամ ձեզ։ Թեյնիկս արդեն եռում է, հիմա մի հատ լավ կխառնեմ, որ լցնեմ ջուրը, արդեն ճաշի ջուրը։ Հիմա թող լավ հավասար եփվի, համ կաղամբը, համ սպիտակաձավարը, հարգելիներս, սրանք թթվի մեջի կանաչիներն է, այս սրանք չեմ հանել մեջից, կտրատել է, այ այսպես, դե հիմա թող եփվի։ Կարտոֆիլը, հիմա մի փոքր կարտոֆիլի վրա աղ կանենք, երկու կողմն էլ պետքա նույնությամբ կսենք։ Այսպես շուռ կտանք, նորից։ Այսինքն տնենք իրար վրա, որ հյութը թափի իրար մեջ, տենց չթափենք ում։ Երեք անկեղծ ասած տղաս բերել էր պատրաստի, ճուտեր, հավեր, չհասկացա, ճուտել չէր, բայց այդքան էլ համով չէր, դեռ հլը մի երկու կտոր ունեմ սառնարանում կարտոֆիլի հետ։ Հիմա ինչ ենք անում, ասենց, ասենց,
Անենք կարտոֆիլի։ Շատ չեմ անում կարտոֆիլ, որովհետև դեռ երեկվա մնացած կարտոֆիլից էլ մսից էլ մի 2 կտոր մնացել է։ Դրա համար չեմ ուզում շատ կարտոֆիլ անել։ Այ այսպես հարգելիներս, հիմա սա կդնեմ ջեռոցը։ Նորից մի հատ լվացնեմ։ Սուրճ պատրաստեմ, սուրճ խմեմ, միջև տեսնենք մեր ճաշերը եփվում, որ կանանչի ավելացնենք քրճիկի մեջ և մի փոքր էլ ալյուր։ Սուրճս էլ խմեմ, գնամ հավերիս էլ
բացեմ մի քիչ կանաչ խոտ ուտեն։ Հարգելի հետևորդներ, երեք իմ հավիկը սածել էր։ Ոսկե ձվիկ եմ անունը դրել, որովհետև առաջին անգամ էր ածում։ Ու դուք տեսաք, թե որտեղից այդ ձուն ես հանեցի։ Հավաբնում չեն ածում, գնում են իրանց համար տեղ են փնտրում ու ածում են։ Ես էլ էսպես մի հատ սուրճ վայել եմ։ Այսօր իմ աղջիկը կգա ու կուրախանա, որ ինքը չի նկարել, ես եմ նկարել, հարգելի հետևորդներ, դե ներող կլնեք, կարող է ինչ-որ տեղեր հարմար չի ելել, լավ չի երևացել, ինչ պատրաստում եմ, ամեն դեպքում ներող կլնեք, որովհետև ինքնուրույն եմ նկարում։ Այդպիսի բաներ։ Տեսեք ինչ ձևայով է, հարգելիներս, հիմա սա շուռ կտամ նորից հակառակ կողմով, մի քիչ էլ կեֆի և վերջ, արդեն պատրաստ է, կարտոֆիլները լավ եփած է, միայն մնում է մի փոքր էլ կարմրի հավը։ Թեքեցի հակառակ կողմի վրա և սոուսից մնացել էր, նորից ավելացրեցի վրեն, հարգելիներս, մի երկու կտոր էլ այս կարտոշկից և այս մսից մնացել էր, դե ես ասացի, սա էլ եմ դրել նորից կարմրի, հիմա մի քիչ էլ կդնենք ջեռոցը և վերջ։ Ճաշիկը կամացացրել եմ գազը, որ շատ հանգիստ էպվի, բայց արդեն էպված է ձավարը, նայեք ինչ լավ էպվել է։ Հենց լավ եղանակա, արևոտ, տաք, այ արդեն պիտի աշխատենք հողի հետ, փորենք հողերը, մի քիչ կարտոֆիլ ցանենք։ Եկեք, ձեր իշն եմ ասել։ Ես աքլորներին տենում եք հարգելիներս, պիտի վերացնեմ, լրիվին վերացնեմ, հատիկ։ Վայ ինչ հավեսին եղանակա, շլորի ծառա, նայք, սա էլա բողբոջ տվե, ինքան տաք է, որ ծառերը բողբոջ են տվե։ Գնանք, տենանք, ջրվում է ծառերը մեր, Այս էլ ծիրանի ծառն է, ծիրանի ծառի բողբոջն է։
Գնամ տենամ ձույն ածե։ Նույնն արդեն ծաղկում է։ Երեկվա համեմատ, նայեք, արդեն թերթիկները բացել է հարգելիներս։ Նայեք, իր թերթիկները սիրուն հլստե։ Կանաչի կտրատեմ։ Համեմ և պետրուշկա եմ կտրատում մեջը։ Խառը կտրատեմ, մի փոքր էլ հարգելիներս ցիտրոն կլցնեմ, չգիտեմ, կարողա մտածեք ցիտրոնը ինչ քրջիկին, բայց դե համով է լինում, շատ չէ, մի փոքր։ Ամենից լավ է թվելա, հիմա աղը լցնեմ, կանանչի մի փոքր ալյուրաջուր տամ և վերջ։ Հարգելիներս, մի փոքր էլ այս արգանակի խոշիից եմ լցնում, շատ չէ։ Մի թեյի քթար։ Հիմա ալյուրն էլ բերեմ պատրաստեմ։ Ալյուրն էլ բերեցի։ Հիմա մի փոքր ճաշի ջրից կլցնեմ, որ ալյուր խառնեմ հետը։ Հենց այս ջրի մեջ է, ճաշի ջրի մեջ է կբացեմ ալյուրը, թող սառի։ Հիմա կանաչին կլցնեմ։ Մի փոքր էլ աղ կլցնեմ, շատ չեմ լցնում աղը։
նկարամ, արդեն ալյուրը լցնեմ։ Լավ խառնենք, որպեսզի գնդիկներ չլինի։ Ալյուրը ցանկությանը, հարգելիներս, կարող եք լցնել, կարող եք չլցնել։ Ուղղակի լավ է լինում, ալյուրը որ լցնում ես, թանձրություն է ունենում։ Սա է լցնենք մեջը։ Տեսեք, շատ լավ քրճիկ է ստացվել։ Հիմա կթողենք մի քիչ էլ կեռա եւ վերջ։ Հիմա տեսնեմ այստեղ ինչ է կատարվում։ Ահա։ Նայեք, ժողովուրդ ջան։ Այսել էսպես։ Սա էլ շատ լավ ստացվել։ Սա էլ երեխաների պատվերն է։ Սա էլ կարող եմ անջատել եւ վերջ։ Անջատենք, թողենք մեջը մի 5 րոպե։ Դե ասեք, որ առանց Էլենիս օգնությամբ ավելի լավ եմ նկարում։ Հարգելի հետևորդներ ջան։ Արդեն անջատեցի։ Քրճիկը պատրաստ է, հարգելիներս։ Հələ տեսեք, պահ։ Վայ չուտողին։ Զավարն էլ այնքան լավ է եղել։ Հիմա շերեփը կհանենք մեջից, չենք թողի մեջը։ Սիրելիներս, սա էլ իմ պատրաստած ճուտիկները։ Որ ասում եմ ճուտիկ, այդքան էլ փոքր չեն, բայց ճուտիկի նման են։ Ինչքան ախորժելի տեսք ունի։ Դե մեզի բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Էլենս եկավ, հարգելիներս, հիմա այս պահին նկարում է Էլեն Չոն։ Ու զարմանում է, որ ես առանց իր օգնությամբ համ նկարել եմ, համ պատրաստել եմ։
Հիմա դնեմ երեխեն էլ մի կտոր հաց ուտի, որ գնա իր երաշտական դասերին, էլի շտամ Էլեն ջան, ասա, էլի տամ ես կտորից։ Ասել էսպես տանք Էլենիս,